Բարի երեկո, եթերում ուրվագիչներ, ես Պետրոս Ղազարյանն եմ, սիրելի հեռուստադիտողներ, հաշված օրեր են մնացել Ցեղասպանության 100-ամյակին։ Մենք լսում ենք մեծերի քննարկումները, գաղափարները, մտքերը, առաջարկները այս կապակցությամբ, սակայն մենք չպետք է մոռանանք, որ մեծանում է սերունդ, որը անկախ ամեն ինչից տարբեր հայացք է ունենալու մեր սերնդից, իմ սերնդից, ավագ սերնդից եւ շատ հետաքրքիր է պատկերացնել, թե 20-30 տարի հետո այդ սերունդը, որը կդառնա այսպես իշխող կառավարող սերունդ, ինչպես կվերաբերվի թե հայոց ցեղասպանությունը, թե ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններին թուրքերին, այդ պատճառով ես տաղավար եմ հրավիրել դպրոցականների եւ մենք փորձենք հասկանալ, թե ինչ գիտեն, ինչ են մտածում եւ ինչ են պատկերացնում դպրոցականները ցեղասպանության մասին, թուրքերի մասին, հայերի մասին եւ այս ողջ հարաբերությունների մասին, որոնք պատմականորեն որպես ծանր ժառանգություն դեռևս մեզ հետ են։ Ներկայացնեմ հյուրերին Աստղիկ Դավթյան, 8-րդ դասարան Մաքսեդան դպրոցից եւ Էլլա Միքայելյան, 10-րդ դասարան, նույնպես Մաքսեդան դպրոցից։ Բարի երեկո, շնորհակալություն, որ եկել եք ինձ հյուր։ Ես տեսնում եմ, որ դուք անմոռուկներով եք, ինչի եք այդ անմոռուկները կրում։ Դա անմոռուկները հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշներն են, եւ դա անմոռուկը ունի 5 կողմ եւ դա նշանակում է այն, որ հայերը ցեղասպանության ժամանակ գաղթել են դեպի 5 մայրցամաքները։ Այդքանը։ Դուք դա դպրոցում պարտադրել են, ինձ հետաքրքիր, թե դուք մենք մեր կամքով ենք գրում։ Ձեր կամքով եք գրում։ Ինչ գիտեք դուք ցեղասպանության մասին, ինչ շատ հետաքրքիր է։ Ով ասում առաջինը պատասխանի։ Չէ, դու արդեն պատասխանել ես, թող սկսի Աստղիկը։ Ցեղասպանությունը կատարվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, որին զոհ գնացին 1.5 միլիոն մարդիկ։ Դա կատարվել է երիտթուրքերն են կատարել ամբողջ ցեղասպանությունը։ Ովքեր են երիտթուրքերը, Աստղիկ։ Երիտթուրքեր անուններ ասեմ։ Չէ, ինչի են իրանք երիտթուրքեր, ինչ է, ասում են երիտթուրքեր, ինչ են հասկանում։ Երիտասարդ թուրքերն են, երիտասարդական թուրքերի ինչ-որ կազմակերպություններ։ Այդ կուսակցություններ։ Կուսակցություն, որոնք եկան փոխարինելու Աբդուլհամիդ II սուլթանին եւ շարունակեցին նրա հայերի բնաջնջման գործը։ Այդքանը։ Խնդրեմ։ Հայոց ցեղասպանությունը դեռ սկսվել է 1880-ականներ թվականների վերջից։ Նրանց գլխավորը Թալյաթը, նա գլխավոր այն մարդն էր, որը նա էր ամենաշատ ուզում, որպեսզի հայերը բնաջնջվեր եւ ստեղծվեր մեծ թուրան պետությունը, որը կձգվեր մինչև Չինաստան եւ բոլորը այնտեղ պետք է թուրքացվեին, պանթուրքիզմ պետք է տիրեր։ Դա նշանակում էր, երբ որ բոլոր մարդիկ դառնում էին թուրք եւ ընդունում էին մահմեդականությունը, եւ այդ ճանապարհի վրա նրանց միակ խանգարողը Հայաստանն էր եւ նրանք որոշեցին բնաջնջել Հայաստանը։ Տեսեք, Հայաստանը այսքան փոքր էր, հա։ Իսկ այդ տարածքից մինչև Չինաստան այսքան տարածք է, քարտեզը նայում եք։ Դուք իրոք կարծում եք մենակ այդ Հայաստանն է նրան խոչընդոտ, որ ասում եք միակ խոչընդոտը Հայաստանն էր։ Բացի այդ նրանք ուզում էին գրավել Հայաստանի քաղաքները։ Գլխավոր հիմնական այդ խոչընդոտը Հայաստանն էր, որովհետև հիմնականում այստեղ էին ամենաշատ քրիստոնյաները այդ ճանապարհի վրա եւ նրանք էին, որ չէին ուզում երևի հանձնվեին։ Ովքեր էին ցեղասպանության կազմակերպիչները, գիտեք նրանց։ Թալիաթ Փաշան, Ջամալ Փաշան, Նազիմը եւ Թալիաթ, Էնվեր, Ջամալ, Նազım։ Այ դու էլ ասացի, որ ամսի 24-ին եղավ ցեղասպանությունը։ Դա 24-ին ինչ եղավ, գիտեք դուք, ինչից սկսեց, ինչ եք մենք 24-ին։ Թուրքիայի Կոստանդնուպոլիսի հրապարակներում հավաքվեցին բոլոր հայ մտավորականները, գիտնականներ, մշակութային այլ գործիչներ, դրանց մեջ էին բանաստեղծներ Սևակը, Ռուբեն Սևակը, Զորապը, Երգեհան Կոմիտասը եւ այլ պատգամավորներ, որոնք Թուրքիայում էին։ 800 մտավորականների նրանք այստեղից աքսորեցին։ Եվ նրանցից կեսը սպանվեց գաղթի ժամանակ, երբ որ աքսորման ժամանակ, կեսն էլ երբ որ հասան տեղ, այնտեղ մահացան։ Ցեղասպանությունը ընդհանրապես եղել է 3 փուլով։
Սկզբում նրանք վերցրել են երիտասարդ զինվոր տղամարդկանց, տարել են իրենց բանակ, այնտեղ զինաթափել եւ սպանել են, հետո արդեն հայ տղամարդկանց, հետո մտավորականներին են բնաջնջել եւ արդեն երրորդ փուլում տարեց մարդկանց, երեխաներին եւ կանանց, երեխաներին եւ կանանց նրանք աղջիկներին հիմնականում նրանք իրենց վերցնում էին որպես կանայք իրենց հարեմների համար, իսկ տղամարդկանց տղաներին, փոքր երեխաներին նրանք սպանում էին, կոտորում էին եւ իսկ այդ ժամանակահատվածում Թուրքիայում ապրել է մոտ 2 միլիոն հայ, բայց նրանք բջջանջել են 1.5 միլիոնին, իսկ այն մնացածը գաղթել են տարբեր եւ 250,000-ից կանայք եւ երեխաներ մահմեդականացվել են մնալով Հայաստանում։ Մնալով Հայաստանում, այսինքն Արևմտյան Հայաստանում։ Ինձ հետաքրքիր է, դուք երբևէ հարցրել եք, ինչի հենց այդքան ազգեր կային, այդքան մարդիկ կային, ինչու հենց մեզ կոտորեցին։ Դե քանի որ մենք ենք առաջին ընդունել քրիստոնեությունը ու 301 Քրիստոս դարը 301 թվական առաջինը մենք ենք ընդունել քրիստոնեությունը ու նրանք հայերը դեմ էին, նրանք քրիստոնեությունը ընդունում էին եւ չէին ուզում ուրիշ կրոն ընդունել եւ նրանց ամենամոտ հարևանը մենք էինք հենց կողքի։ Վրացիները կային իրենց կողքին։ Մեր քաղաքները եւ մեր ժառանգությունը։ Նրանք հենց սկզբից էլ հայերի հետ ընդհանրին լայցիլի հայ։ Չէ, բայց հայերի հետ լավ էին։ Երբ որ դուք ասում եք 800 մտավորական կար Ստամբուլում, չէ, ուրեմն լավ էր որ այդ մարդիկ այնտեղ ապրում էին, չէ, եթե լավ չներ կթողեին կգային արդեն Հայաստան։ Ուրիշ տեղ։ Ուրեմն այդ 2.5 միլիոն մարդ այնտեղ ապրում էր, չէ։ Ինչի հենց մեզ կոտորեցին։ Այդ հարցը ձեր մեջ ծագել է թե չէ։ Իմ կարծիքով որ հայերը քրիստոնյա էին ու չէին ուզում ընդունել մահմեդականությունը եւ թուրք դառնալ, չէին ուզում կորցնեին իրենց սեփական եսը, իրենց ազգը եւ իմ կարծիքով է դրա համար։ Որովհետեւ այսինքն դա կրոնական պատճառով եղել։ Նոր ասում եք դուք Չինաստան եւ այլն։ Նրանք ուզում էին ցկվեին մինչեւ Չինաստան, իրենց մեծ Թուրան, մեծ Թուրքիա, մեծ Թուրան երկիրը ցկել մինչեւ Չինաստան։ Եվ Հայաստան նույնպես, եթե Հայաստանը իմ կարծիքով, եթե հայերը ընդունեին նրանց կրոնը մահմեդականությունը եւ իրենց թուրք համարեին, հայերին չէին բնաջնջի։ Բայ, ինձ հետաքրքիր է դուք թուրքերին հիմա ինչպես եք վերաբերում, այ ժամանակակից թուրքերին, որոնք ապրում են Թուրքիայում, Ստամբուլում եւ այլն, վախենում եք նրանցից, ատում եք նրանց, սիրում եք, անտարբեր եք, ներում եք, այ ոնց եք վերաբերում։ Կան մի քանի մարդիկ, թուրքերի մի քանի տեսակներ կան թուրքեր հենց այս մեր դարաշրջանում, թեկուզ երեխաները, կան որոնք հայերին ատում են ու մտածում են, որ այդ ժամանակաշրջանում ինչ որ կատարվել է։ Դու երբեք թուրքի հետ շփվել ես։ Ոչ։ Ոչ։ Բա ինչ գիտես, որ կան պատմել են, հա։ Դու ինքը թուրքերին ոնց ես վերաբերվում։ Ես չգիտեմ, ես այդ մարդկանց ուղղակի չեմ սիրում։ Ուղղակիորեն ես իրենց չեմ սիրում, նրա համար ինչ որ իրան կարել են մեր հայոց ազգի հետ։ Բայց ոչ բոլոր թուրքերն են, որ չեն ընդունում ցեղասպանությունը, ու թուրքեր կան, որ իրենք ընդունում են, իսկ կառավարությունն է, որ չի ընդունում հայոց ցեղասպանությունը, թե չէ։ Եթե միայն ժողովուրդը լինի, իմ կարծիքով ժողովուրդը նույնպես կընդունի հայոց ցեղասպանությունը, բայց կառավարությունը իրենց չի ուզում ընդունի։ Օրինակ դուք կընկերանայիք Թուրքի հետ, թե ոչ։ Ոչ, իմ կարծիքով ոչ, որովհետեւ չես կարող ընկերանալ ինչ-որ մի մարդու հետ, որին ատում ես։ Այսինքն դու ատում ես թուրքերին։ Չեմ սիրում։ Համարյա ատում եմ։ Որտեւ իրանք հայերի հետ շատ դաժան են այն ժամանակ վարվել։ Իրանք չէ, իրանք պապերի իրանք նախնիները։ Նույն հաջողությամբ իրանք էլ կարող են տենց վարել։ Չնայած ճիշտ է, բոլոր թուրքերը չեն այդպեսին, կան թուրքեր, որոնք ընդունում են ցեղասպանությունը, որոնք հայերին շատ լավ են վերաբերվում, թե սիրում են հայերին, բայց կան թուրքեր նաև, որոնք մինչև հիմա էլ իրենց պապերի մտածելակերպով են մտածում։ Ասեք դու ես ատում թուրքերին։ Դե չեմ ատում, ամեն բոլորին չէ։ Կան տարբեր թուրքեր, որոնք ասեն ընդունում են քրիստոնեությունը, նրանք ոչ թե քրիստոնեությունը, ցեղասպանությունը։ Նրանց կարելի է նրանց հետ շփվել, բայց այն նրանք, որոնք չեն ընդունում, դա բայց նրանց ատում են։ Թե Թուրքիայից, թե Ադրբեջանից սահմանապահներին այդքան սպանում են։ Զինծառայողներ անիմաստ Ադրբեջանից, Ադրբեջանից։ Մեր խոսքը թուրքերի մասին է։ Թուրքեր, բայց նրանց արածը ինչ էլ ուզում լինի աններելի է ու իմ կարծիքով կգնայիք դուք Թուրքիա, թե չէ։ Ես կգնայի։ Կգնայի։ Ինչու։
Ուղղակի իրենց մշակույթը տեսնելու, ծանոթանալու իրենց մշակույթին, տեսնելու իրենց քաղաքը, իրենց այդ Ինձ հետաքրքիր է։ իրացիկ տեսարժան վայրերը։ Դուք վախենում եք թուրքերից, թե չէ։ Լուրջ, այ թուրքերը ձեզ վախ ներշնչում են, թե ոչ։ Եթե գնեք մի հատ միջավայր, որտեղ թուրքեր են։ Անկեղծ ասած, եթե լինի ըստ տարիքային սահմանի, օրինակ, եթե լինի մեծ մարդիկ, չգիտեմ, վախենալու է, բայց իմ կարծիքով իմ տարիքի օրինակ աղջիկների մեջ այդքան չէ, կարող է տղաների մեջ, հա, բայց աղջիկների։ Կարող եմ մտածելով, որ հայ է այդ մարդը, իրանք փորձեն ինչ-որ մի վնաս տալ։ Այսինքն դու մտածում ես, հենց թուրքերը մտածում են, որ հայը, դու չգիտես, որ Ստամբուլում ապրում է 100,000 հայաստանցի մենակ։ Այնտեղ աշխատում են, ապրում են։ Գիտեմ։ Բա ինչու այդ մարդկանց չեն վնասում։ Իրանք արդեն եւի շուտվանց են ապրում այնտեղ, եւի ընկերացել են թուրքերի հետ, բայց ոչ բոլորի հետ։ Թուրքերի հետ կարելի է ընկերանալ նաեւ։ Նայած մարդ։ Ըստ բնավորության, չես կարող ասել։ Եթե դու այդ մարդուն այդ ազգը չես սիրում, ինչքան էլ դու փորձես այդ մարդկանց մեջ լավը տեսնել, չես կարող։ Միգուցե եթե իրանք ընդունեն հայոց ցեղասպանությունը, մենք սկսենք իրանց վերաբերել մի քիչ ուրիշ, եւ հետ տան մեր շատ երանելի Արարատը մեզ, որ մենք այդքան ուզում ենք։ Դու ուզում ես Արարատը։ Շատ եմ ուզում։ Քո ինչին է պետք Արարատը, կարող ես բացատրել, ի՞նչ է քեզ տալու Արարատը։ Ինքը հենց սկզբից Արարատը մեզ է պատկանել ու հետո իրանք ուժի բռնի ուժով մեզնից վերցրել են, թեկուզ մեր հողերը հին Հարավմտյան Հայաստանը անին, Վանը, Դվին այդ ամեն ինչը եթե մեզ հետ տան, մեր հողերն են, ինչի մերը չլինի, ինչի ոչ մերը, այլ իրանց է։ Դուք անցել եք, ասենք, Կիլիկիայի թագավորության մասին գիտեք դուք։ Անցել ենք։ Տիգրան Մեծի մասին անցել եք։ Անցել ենք 95-ից 55 Քրիստոսից առաջ։ Ինչ արեց Տիգրան Մեծը, գիտեք։ Սովետով Հայաստան։ Ինչպես է գրավել։ Ճիշտ արել ու գրավել է։ Գալտիկո, այդքան էլ չէ, այդքան չէ, հա, չպետք է գրավել։ Բա մենք ինչ ենք Տիգրան Մեծ ասում։ Այդ մարդը իր համար է գնացը գրավել, թուրքերն իրենց համար են եկել գրավել։ Բայց հայերը այդքան դաժան չեն գտնվել ոչ մեկի հանդեպ, ինչքան թուրքերը։ Ձեզ չես որ Տիգրան Մեծը նինվեն գրավեց, ընդեղի ողջ ժողովրդին կոտորեցին։ Գիտեիք այդ մասին։ Բայց ինքը մեր Տիգրան Մեծն է։ Բայց ինքը տենց ցեղասպանություն չի արել ու 1.5 միլիոն հայ չի բնաջնջվել աշխարհի երեսից։ Բայց Հայաստանից մի փոքր բան է մնացել։ Դու ես Արարատ ուզում։ Այո։ Ինչ է ձեզ տալու Արարատը, երեխեք։ Մեր սարն է։ Ինչ է նշանակում մեր սարն է։ Դա վաղուց մերը չի։ Բայց եթե իրանք ընդունեն մեկ բանը, հայոց ցեղասպանությունը, որ իրանք կատարել են այդ, իրանք պարտավոր այդ ժամանակ արդեն պարտավոր կլինեն թե մեր հողերը վերադարձնել, դա եղել է 100 տարի առաջ, 100 տարի այլ ձերը չի։ Դու պատկասում ես, դու մի տան մեջ ապրես, մեկը գա, ասի, գիտեք, 100 տարի առաջ այդ տունին եղել, այդ տունը պետքա տաս ինձ։ Դու ոնց կվերաբերվես, կտաս։ Այդ տունը մենք գնել ենք, չէ՞։ Դե այդ մարդը 100 տարի առաջ նվաճել է այդ տունը։ Չգիտեմ, ես ուզում եմ, որ Արարատը նորից մեր լինի։ Թե Արարատը, թե Արևմտյան Հայաստանը։ Արևմտյան Հայաստանի երկրորդ։ Հիմա շատ գնում են Արևմտյան Հայաստան էքսկուրսիաներ, բայց շատ մարդիկ վախենալով են գնում։ Իսկ ես կգնամ, որ լիներ Հայաստանում ու մենք հանգիստ կարողանայինք գնալ, ամեն ինչ տեսնել առանց վախենալու։ Այնտեղ ես գիտեմ, որ անգամ գնացել էին, ուզեցել էին եկեղեցում պատարակ անցկացնել անիից, ինչ որ մի եկեղեցում, բայց թուրքերը չէին թողել։ Ասել էին, որ չի կարելի։ Ոնց եք դուք պատկերացնում այս պատմության հանգուցալուծումը, ինչ պետք է լինի, որ հայերը եւ թուրքերը իրար հետ բարիշ են։ Միանշանակ պետքա Թուրքիան ընդունի իր մեղքը, ընդունի ցեղասպանությունը, ու թվում է, որ պետքա սահմանում նախարարությունը հանգիստ լինի, որ իրանք չէ, սահմանում Ադրբեջանի կողմից հանգիստ է, Թուրքիա, սրանք ուրիշ թուրքեր են։ Թուրքական սահմանում հանգիստ է։ Եթե ընդունի հայոց ցեղասպանությունը, ինձ թվում է ու փորձի ավելի հայերի հետ բան վերաբերվի ավելի ընկերական եւ բարեկամական, կարող է ժողովուրդը հայերի հետ այդպես է վերաբերվում, բայց իրենց կառավարությունը տենց չի վերաբերվում։ Եթե իրենց կառավարությունը հենց փորձի հայերի հետ հաստատել բանակցություններ վարել ու ընկերական միջավայր ստեղծել, հայերի ինձ թվում է կհանգուցալուծվի այդ խնդիրը։ Դուք այդ բaragայում կներեք թուրքերին։ Ես չեմ ների, որովհետև իրենց այդը ներում չունի։ Ինչի՞ մենք ասում դուք ճանաչեք, ներողություն խնդրեք, եթե մենք չենք ներելու իրանց։
Կներվի, ամեն ինչն էլ ներվում է։ Ամեն ինչն էլ ներվում է։ Ամեն ինչն էլ ներելի է իմ կարծիքով։ Այսինքն եթե նրանք ներողություն խնդրեն, դու պատրաստ ես ներողություն չէ, թե իրանք ընդունեն հայոց ցեղասպանությունը, ուղղակի ներողություն ցանկացածներ կարող է խնդրի, բայց իրանք ընդունեն իրանց մեղքը, թե ինչ ա եղել է 100 տարի առաջ։ Դու պատրաստ ես ներել։ Հա, ես պատրաստ եմ ներել իրանց։ Եթե մեր հողերը ու մեր այն ինչ գրավել են մեզանից, միգուցե ներեմ։ Շելի հրաշատողներ տեսնում եք երկու փայլուն դաշնակցական կուսակցության ապագա երեխաներ են մեծանում։ Դու կարող ես ասել, այ ովքեր են Հայաստանի թշնամիները։ Ադրբեջանցիները, թուրքերը այնքան չէ, ինչքան ադրբեջանցիները։ Չէ, ինչու՞։ Այս հիմիկվա ժամանակահատվածում ավելի շատ ադրբեջանցիներ, որտեվ թեկուզ սահմանում այդքան տղաներ են զոհվում սահմանը պահպանելով։ Թուրքերը այդքան չէ։ Հիմա չէ։ Այս բարակայում բայց էլի մեր թշնամիներն են, այս բարակայում ավելի լարված հարաբերությունները ադրբեջանցիները ակտիվ թշնամիներն են, թուրքերը պասիվ թշնամիները։ Իսկ ովքեր են Հայաստանի բարեկամները, ըստ ձեզ։ Ռուսաստանը որոշ չափով։ Վրաստանն էլ ամենից բարեկամ ընկեր, Ֆրանսիան եւ Ռուսաստանը առաջիններից մեկն են եղել, որ ընդունել են հայոց ցեղասպանությունը, նաեւ Եգիպտոսն է ընդունել։ Նրանք դեռ 1999-ին են ընդունել ու 1998-ին Ֆրանսիան եւ Իսկ դու գիտեք, որ այն զենքերը, որով Ադրբեջանը կրակում է մեզ, Ռուսաստանն է ծախել նրանց 3 միլիարդ դոլարի զենք է ծախել։ Գիտեի՞։ Ես գիտեի։ Գիտեի ու համարում էի, որ ինքը բարեկամ երկիր է այդքանով հանդարտ։ Դե Ռուսաստանը մեզ շատ է օգնել այդ պատերազմի տարիներին, բայց Իսկ դու գիտեք, որ բոլշևիկների կառավարությունը Քեմալին ահագին զենք ու ոսկի է տվել, որ վերջինս կարողացել անել ինչ անել է։ Չգիտեմ։ Հիմա չգիտեմ, բոլորի համար Ռուսաստանը համարում են որպես դաշնակից ընկեր մեզ, բարեկամ։ Ահա։ Ինչքան որ լուրերով ենք նայում տեսնում, հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանի-Ռուսաստանի հետ լավ են հարաբերությունները։ Իսկ դուք ուզում եք, որ հայ-թուրքական սահմանը բացվի, թե չէ։ Հա։ Ինչու՞։ Եթե իրանք թշնամի են, ինչի սահմանը բացվի։ Չէ, իրանք դառնան մեզ բարեկամ։ Բարեկամ չէ, բայց դառնան ընկեր։ Նորմալ։ Ընդունեն հայոց ցեղասպանությունը առաջին հերթին, այդ ժամանակ դառնան մեզ ընկեր։ Ու սահմանել բացվի ու լավ կլինի։ Ինչի դա չի լինում։ Որտեվ հիմա մենք իրար համարում ենք թշնամի։ Ինչի, որտեղից է դա գալիս։ Հենց հայոց ցեղասպանությունը, հենց այդ ժամանակաշրջանից արդեն։ Մինչև այսօր, այդ ժամանակաշրջանից սկսված մինչև հիմա։ Աստղիկ, դու կամոց ես խոսում, չի լսում, քո կարծիքն էլ ասա։ Ինձ թվում է, եթե սահմանը բացվի դեպի մեր երկիրներ, դեպի Արևմտյան Հայաստան, ու մենք այդ ժամանակ երևի մի քիչ ընկերանանք թուրքերի հետ, որ մարդիկ վախենալով չգնան իրենց պապական հողերը տեսնելու, ինձ թվում է այդ ժամանակ մենք արմատներ ունենք Վանից, հայրիկը, պապիկս Վանից է, ես օրինակ շատ կուզենամ գնամ Վան ու տեսնեմ իրանք որտեղ են ապրել, ոնց են գոյատևել։ Դուք ուզում եք, որ այդ հողերը մեզ տան։ Այդ հողերի վրա հիմա միլիոնավոր քրդեր ու թուրքեր են ապրում, նրանց ինչ պետք է անել։ Մենք կպցնենք Հայաստանին։ Թող ապրեն, բայց թող լինի Հայաստանին։ Հանգիստ խաղաղ Հայաստանի մեծ մասը քուրդ ու թուրք կլինի։ Մենք կլինենք 2 միլիոն հայ ու մի 7-8 միլիոն քուրդ։ Մյուս նախագահն էլ քուրդ կընտրվի բնականաբար։ Չէ։ Բա ո՞նց անենք։ Ինչ ենք անելու այնտեղ ապրող քրդերին։ Քշենք, կնմանվենք թուրքերին։ Չէ, որ տարհանենք իրանց, մենք կստացվի ցեղասպանություն ենք անում, ոնց որ իրանք։ Ինչ անենք։ Թող մնան, թող իրանց համար ապրեն։ Դառնան քրդական պետություն։ Չէ։ Դե այդպես կլինի, պատկերացրու մի հատ պետություն, որտեղ 8 միլիոն քուրդ կա, 2 միլիոն հայ։ Ախր ես չգիտեմ, որ այնտեղ այդքան մարդ ապրում։ Դե այնտեղ մարդիկ են, չէ՞ ապրում, դրանք հսկայական տարածքներ են, չէ՞։ Հա։ Քրդեր են ապրում, թուրքեր են ապրում, ձեր նման երեխաներ են ապրում, որոնք ծնվել, մեծացել են, որոնք ոչ մի մեղք չեն գործել։ Նրանք ինչ կապ ունեն այդ ամենի հետ։ Հիմա այդ երեխեքին ինչ պետք է անենք։ Այդ շատ բարդ բան ասացիք։ Հարցեր եք ձեր պատմության դասատրին այդ մասին։ Որ գնաք խոստանում եք անպայման կհարցնենք։ Իսկ դպրոցում դուք տես միջոցառումներ անում եք երեխեք։ Մենք պատրաստում ենք միջոցառում առանձին, խնդրեմ Աստղիկ։ Հիմա պատրաստում ենք ցեղասպանության հարամիկի նվիրված միջոցառման։
տարբեր երգեր, այդ պատմություն ենք պատմելու, թե ոնց է կատարվել ցեղասպանությունը, Ինչ պատմություն։ Դե այն ամենը ինչ որ կատարվել է 1915 թվականին, թե քանի հոգի է զոհ գնացել, մեր այն բոլոր երկրները, որոնք հանձնվել են Թուրքիային, Ինչպես բոլոր երկրներին չէ։ որոնք տարածքները, որոնք գրավել են թուրքերը։ Նաև մենք մեծ պլակատ ենք նկարել, որտեղ ծիծեռնակաբերդն է, նաև գրած է Armenian Genocide 1915-ը, ու այդտեղ նկարված, նույնպես պատմությունը գրված է, որը պետք է երեխեքը պատմեն այդ օրը։ Դե ասած Աստղիկը երգեր ենք սովորել, կյանք միլիոն ու կեսը, ապրելու ապրելը եւ մեկը ես չեմ երգում։ Այս նոր երգերը։ Նոր երգեր։ Հիմա Ո պետք է երկու շաբթի օր կարդամ, միջոցառումը լինի։ Երգեք, սկաք, հա։ Իսկ գնալու եք ամսի 24-ին ծիծեռնակաբերդ։ Երևի 24-ին չէ, բայց դրանից հետո անպայման։ Ինչու 24-ին չէ։ Որովհետև 24-ին շատ ասացին, որ մինչև ժամը 1-ը պատվիրակություններն են բոլոր լինելու արտերկրից, հետո մարդկանց հոսքը շատ կլինի ու ինձ թվում է մի քիչ էլ վտանգավոր է այդ օրը գնալը, որտեղ կարող են ասենք ինչ որ Պարսիկի անվան տակ ինչ որ մի թուրք լինի, գա ու Ահ, դուք դիվերսիայից եք վախենում։ Հա, կարող տենց ինֆորմացիա կամիկացե գա ու շատ վատ լինի։ Տրակացնենք։ Հա, պայթացնի։ Ինչին հենց Պարսիկի անվան տակ, սկսենք այդտեղից։ Ուրիշ ինչ ազգի անվան տակ կարող է մտնի Հայաստան, ուղղակի պարսիկներին մի քիչ արտաքինով կարող է նման լինի։ Դու թուրք տեսել ես մի անգամ ունը։ Իրանք Պարսիկի նման են։ Այդքան չէ, բայց կարող է։ Դա Հայաստանում հիմա պարսիկներն են շատ դրա համար։ Իսկ դուք սիրում եք պարսիկներին, որ իրանք Հայաստանում շատ են, թե չէ։ Լաստիկի դեմքը նայեն։ Այդքան չէ։ Պարսիկներն չեք։ Ինչի։ Օրինակ գնում ես քաղաք, ամբողջ քաղաքում պարսիկներ են։ Իրանց նոր տարիներ եկել, իրանց նոր տարիներ ու իրանք քան որ իրանց մոտ ազատություն չունեն։ Այսինքն մեր քաղաքում մենակ հայերն են։ Չէ։ Դե ինչ վատ է որ պարսիկ։ Վատ է որ ինչ որ մարդիկ են։ Լավ է որ գալիս են, туриզմը զարգանում է Հայաստանի։ Բայց պարսիկներին չեք։ Բայց պարսիկները շատ են լինում։ Իսկ այն որ քաղաքում նայում ես հայերից շատ են։ Սիրուն չի, որ նա քաղաքում ասենք դուրս ես գալիս թեկուզ զբոսանքի կամ ինչ որտեղ արագ շտապում ես ու մի հատ պարսիկ ես ֆու պարսիկ։ Չէ, մի հատ չէ։ Անցնում ես ու ասենք քո երկրում քեզնից բան, հայ, քո ազգի մարդկանցից շատ են որ պարսիկներ։ Նամես ամբողջ շուրջը պարսիկ են։ Մեր երկրում։ Չէ, փողոցներում հիմնականում է ցերեկային ժամերին որ տեսնում ես, իրանք շատ են լինում։ Դա դեռ ներվայնացնում է։ Չի ներվայնացնում, բայց տհաճ է։ Ինչու, ինչն է տհաճ։ Մարդիկ են իրանց համար գալիս են ձեր երկիր փող են ծախսում, վատ է։ Ինչն է տհաճ։ Տհաճը որ քո ազգի մարդկանցից շատ ես իրանց տեսնում փողոցում։ Դա Հայաստանն է պետք է հայերը չէ շատ լինեն։ Դե հիմա չեք կարծում որ թուրքերն էլ տենց են մտածել, ասեն են տհաճ է որ մեր փողոցներում դուրս են գալի հայեր ենք տեսնում, ինչ անենք հայերին կոտորենք։ Դա այդ նույն մտածելակերպը չի։ Կոտորենք պարսիկներին։ Չենք ուզում իրենց կոտորենք։ Մեկը զզվում է չուզում կոտորի, մեկը զզվում է ուզում է կոտորի, դա կարող է զզվել։ Զուտ տհաճ են իրանք։ Դե տհաճ են։ Տհաճ են, ոչ թե ուզում են կոտորենք, այլ ուղղակի տհաճ են, երբ որ դու Բայց լավ է որ գայս են, ինչքան շատ են Հայաստան մարդիկ գայս, այդքան туриզմը զարգանում է։ Հայաստանի համար այդ ավելի լավ է։ Տհաճ է, բայց լավ է։ Հա։ Իրանք տհաճ են, բայց Հայաստանի համար լավ է այդ ամեն ինչը, որ իրանք գալիս են։ Դու էլ ես կարծում Աստղիկ, որ տհաճ են պարսիկները։ Այո։ Վրացիները հաճելի են, թե վրացիները։ Վրացիները շատ ընկերացել լավ մարդիկ են։ Ես շփում ունեցել եմ վրացիների հետ։ Որը մի վրացիների պարսիկի հետ շփվել եք երեխեք։ Եվ ինչ ընկերասեր չեն։ Այդքան չէ։ Իմ ճանաչած պարսիկները այդքան էլ չէ։ Սիրելի հերթատողներ, ինձ թվում է, որ մեր դպրոցներում պետք է ինչ-որ մի բան անել, եթե նույնիսկ երեխաներն այսպես զզվում Հայաստան եկած տուրիստներից եւ գտնում որ տհաճ են, ապա դա լուրջ կարծում եմ մտածելու տեղ պետք է մեզ տա։ Այ ակցիա կար, որ հիշում եք, երեք դպրոցականները գնում էին ծիծեռնակաբերդ եւ պատվո պահակ էին կանգնում։ Դա նորմալ է թե չէ երեխեք։ Ես ճիշտ ասած չգիտեի որ տենց բան կա։ Չգիտեիք, ձեզ չեն առաջարկել։ Մեզ չեն առաջարկել, մենք չենք գնացել։ Հիմա դուք ամսի 24-ին չեք գնալու ծիծեռնակաբերդ, որովհետեւ վախենում եք, որ այնտեղ կարող տերորիստական ակտ լինի։ Ուղղակի այդ օրը մարդկանց հոսքն է շատ լինելու, բայց դե մենք անպայման կգնանք մեր հարգանքի դուրքը կմատուցենք իհարկե։ Քանի անգամ եք գնացել։ Համարյա ամեն տարի։ Նու որ տարիքից սկսած։ Փոքր, ես դեռ շատ փոքր ժամանակվանից ունեմ նկարներ, որ գնացել եմ, մոտ երևի 5-6 տարեկանից, 4-5 տարեկանից
մենք ամեն տարի պարտադիր գնում ենք։ Ընտանիքով միշտ։ Ես այդ 5-6 տարեկանից գնում եմ։ Քանի տարեկան։ 5-6 տարեկանից փոքրժամանակ ու մեր հարգանքի турքը մատուցում ենք։ Տեսեք, եղեք, դուք հիմա ասում եք, որ մենք ուզում ենք թուրքերից մեր հողերը, մեր պապերի հողերը, ճիշտ է։ Բայց դուք երևի գիտեք, որ ամեն տարի Հայաստանից 20-30 հազար մարդ ոչ միայն իր պապերի հողերը չի գնում, այլև այս հողերն էլ թողում ու գնում է։ Ինչու՞։ Որովհետև այստեղ մարդիկ չեն կարողանում դժվար աշխատանք գտնել, չեն կարողանում պահել իրենց ընտանիքը, ստիպված հեռանում են Հայաստանից, որպեսզի արտերկրում գտնեն իրենց համար ինչ-որ տեղ հանգրվանեն ու ինչ-որ մի բան գտնեն իրենց համար։ Ճիշտ է, չես կարող ասել, թե ոնց կլինի այնտեղ, որովհետև դու չես ապրել այնտեղ, չգիտես կգնաս այնտեղ ու ինչ կլինի քո հետ։ Մարդիկ գնում են այնտեղ ու հույսով, որ կգտնեն ինչ-որ մի բան ու կկարողանան այնտեղ ապրել, գոյատևել իրենց ընտանիքը։ Արդարացնում եք դուք այդ։ Չէ։ Ինչու՞։ Չէ, որովհետև պետք է ինչքան էլ դժվար լինի, դու պետք է մնաս քո երկրում, քո Հայաստանում պետք է մնաս ու չլքես դարձ, որովհետև տենց դու գնում ես առաջին 1, 2, 3 հերթով բոլոր գնում են, վերջում բոլոր կգնան, թուրքերը կգան այսքան կգրավեն։ Այսինքն թուրքերը այնտեղ նստած սպասում են, որ հենց հայերը գնան։ Չէ, բայց որ գնան կգրավեն, ազատ տարածքը ում պետք չի։ Աստղիկ դու արդարացնում ես թե ոչ որ գնում են։ Ես արդարացնում եմ, որովհետև հիմա աշխատանք այդքան էլ շատ չկա ու գոյատևելը շատ դժվար է։ Դրա համար մարդիկ գնում են տարբեր երկրներ աշխատանք փնտրելու ու ինձ թվում է այնտեղ իրենց համար լավ կլինի։ Ինչն է երեք ավելի կարևոր թուրքերից մեր հողերը ուզելը, թե այնց երկիր կառուցելը, որ մարդիկ չթողնեն ու փախնեն։ Այնպես երկիր կառուցելը, որ չգնան մարդիկ։ Որտեվ ինչքան երկիրը լավը լինի, այդքան հայերը շատ կլինեն այստեղ, իրանք ավելի շատ այստեղ աշխատանքը լավը կլինի, մարդիկ կմնան կսիրեն իրենց հայրենիքը։ Հայաստանում ավելի հաճելի մարդկանց կլինի ապրելը։ Դե հիմա տեսեք, մենք ունենք Հայաստան, հայրենիք, հա, 24 տարի անկախ պետություն ենք։ Ինչու մեզ Փյուրքում ցրված հայերը չեն գալի այստեղ ապրելու, ավելին փողեր չեն ներդնում։ Սիրիայից օրինակ հիմա որտեղ փախները եկել են, հա։ Փախան եկան, դա տարբեր բան է։ Իմիջիայլոց Սիրիա հայերին սիրում եք, որ քաղաքում կան։ Ճանաչում ենք։ Մեր դասարանում էլ կա Սիրիայի աղջիկ, կա Սիրիայի աղջիկ, շատ լավն է։ Լավ ընդունում եք իրան։ Իհարկե, շատ լավ ընկերներ են։ Շատ լավն են, ընկերասեր, լավ։ Իսկ ինչի՞ Փյուրքի մնացած մարդիկ չեն գալիս Հայաստան։ Ինչի՞ իրանք պապերի երազած երկիրը, որ դուք եք ասում։ Վաղուց են այնտեղ։ Արդեն հարմարվել են։ Այնտեղ են հարմարվել, ճիշտ է, երևի կարոտը տանջում է մարդկանց, երևի, չգիտեմ բոլորը ոնց են, ով ոնց է մտածում, բայց մարդիկ այնտեղ արդեն եւ իրենց աշխատանք ունեն, իրենց տուն, տեղը, ամեն ինչ այնտեղ ընտանիք չեն կարող էլի թողնել այդ ամեն ինչը ու վերադառնալ այստեղ, որտեղ նույն ձևով ոնց որ այստեղից են մարդիկ գնում այնտեղ, չգիտեն ոնց կլինի, ոնց կապրեն, հիմա այնտեղ իրանք արդեն ապրում են ու չգիտեն գան այստեղ ոնց կլինի, այստեղ կարողանան արդյոք ապրել թե չէ, տեսնելով այստեղ ապրել դժվար է։ Հա։ Նայած մարդու համար իհարկե։ Օրինակ որ մարդու համար դժվար չի։ Այն մարդը ով ունի նորմալ ստաբիլ աշխատանք, վաստակոմա նորմալ գումար, կարողանում է պահել իր ընտանիքը, լավ ապրում, ու չի դժվար։ Որ մեծանակ ինչ եք ուզում դառնալ։ Ես տնտեսագետ եմ ուզում։ Տնտեսագետ։ Ես նույնպես։ Տնտեսագետ։ Երեք, եւ իմ վերջին հարցն եմ ուզում ձեզ տալ։ Եթե դուք հիմա sense կարողանայիք դիմեիք թուրք ձեր հասակակիցներին, ինչ կասեիք նրանց։ Ասենք որ իրենք ընդունեն ցեղասպանությունը, ովքեր չեն ընդունում, կխնդրեինք որպեսզի ընդունեն ցեղասպանությունը ու իրենց մեծերին էլ տարածեին, որ ընդունեն ցեղասպանությունը, օգնեին մեզ, որպեսզի իրենց երկիրը ընդուներ հայոց ցեղասպանությունը։ Ու եթե Թուրքիայի ժողովրդի կեսը ընդունի հայոց ցեղասպանությունը, ուրեմն իսկ թվում է մյուսները արդեն կառավարությունը ստիպված կկարողանա ընդունի։ Այսինքն ճիշտ հասկացա, որ դուք գտնում եք, որ թուրքերը միանշանակ չեն, մարդիկ կան, որ լավն են ընդունում են, մարդիկ կան, որ ընդունում են, անգամ ես գիտեմ թուրք բանաստեղծ, չեմ հիշում անունը ճիշտ ասած, որ ցեղասպանության մասին եւ ֆիլմեր նկարում էր գրել, հետո իրեն դատապարտում էին որոշ թուրքեր այդ ամեն ինչի համար, իսկ նա հայ ընկերներ էլ ուներ։ Դու կարծես եք Օրհան Փամուկ ամենահայտնի թուրք գրողի Նոբելյան մրցանակակիր։ Ոչ։ Չեք կարդացել։
որ չենք սիրում իրանց, չենք էլ հետաքրքրվում իրանց։ Այսինքն որ Թուրքիան չեք սիրում, թուրք գրականություն չեք կարդում, բայց ավելի լավ չի քո թշնամուն ավելի մոտիկից։ Նոմատիկից իրանց թույլ դեղերը, դա։ Դու ես դες մտածում եթե չես սիրում Թուրքիային պետքա Չէ, եթե քո թշնամուն ավելի լավ ճանաչես, ուրեմն եթե ինչ-որ մի բան լինի, դու կարողանաս հակահարված հասցնել։ Ինձ հետ պատերազմի ժամանակ, բայց ամեն դեպքում չեմ կարդացել։ Հիմա դուք գտնում եք որ Թուրքիայի թշնամի են, եթե մենք թուլանանք, իրենք կգան, մեզ կգրավեն, մեզ կսպանեն։ Ես ճիշտ եմ հասկանում, երեխեք։ Բայց ադրբեջանցիները ավելի վատ են։ Հիմա հենց այս ժամանակաշրջանում Ադրբեջանը ավելի ակտիվ թշնամի է մեզ համար, որտեղ տեսնում ենք այդ աստի սահմանում ինչքան ամեն անգամ ամեն օր համարյա մենք զոհեր ենք տալիս։ Երեխեք, բայց չեք մտածում, որ այդ տրամաբանությամբ մեր երկիրը ապագա չունի, որովհետև տեսեք, Ադրբեջանը 10 միլիոն հարուստ երկիր, նավթ, Թուրքիան 80 միլիոն հզոր բանակ, մի քանի միլիոնանոց բանակ, ավելի կրկնակի անգամ իրենց բանակը, քան այստեղ հայ կա, ու էլի հարուստ, մենք ինչ շանս ունենք հաղթելու իրենց։ Եթե իրանք մեզ կօգնեն։ ով։ Եվ Ֆրանսիան։ Ֆրանսիական զորքերը պետք է գան մեր հետ կռվեն։ Եթե դիմեն հայերը Ֆրանսիային, հաստատ Ֆրանսիան կօգնի, Ռուսաստանն էլ կօգնի։ Թեկուզ զորքեր կուղարկեն Հայաստան։ Այ ո՞նց եք տեսնում մեր ապագան։ Ըստ իրանք ո՞նց կվերաբերվեն մեզ։ Ով։ Դե ասում եք թշնամի ո՞նց է թշնամի։ Դե եթե ապագա, դե ինչ իմանանք մինչև ապագայում, եթե կարող է մինչև այդ ընդունում են բան Թուրքիայի ցեղասպանությունը հայաց ու հայերի հետ էլ թշնամիներ չեն լինում, այլ ինքնական հարաբերությունների մեջ են լինում։ Եթե չեն ընդունում, ո՞նց եք դուք տեսնում մեր ապագան։ Ոնց որ հիմա։ Շրջափակման մեջ, աղքատացող, հա։ Կարող է գնա ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ փոխվի, բայց ինձ թվում է, եթե չընդունի Թուրքիան ցեղասպանությունը մեզ ընկեր չդառնա, եւի կլինի ոնց որ հիմա, ինչ-որ բան չի փոխվի։ Այսինքն սահմանում կլինի այնպես, ինչպես որ հիմա է։ Ու մենք թե սահմանում եւ թե ժողովուրդը, որ ուզում է գնա տեսնի իր պապական հողերը, ալի վախենալով, մտածելով, որ կարող է իրեն ինչ-որ վնաս տան, այդ Բայց հիմա վախենալով են գնում, հա, ինձ թվում է շատ նորմալ ազատ գնում են։ Մարդիկ կան, որ վախենալով են գնում, հետո գալիս են պատմում են։ Որ վախեցել են շատ։ Որ այնտեղ թուրքերը գալիս են, ստուգում են ամեն ինչ, նայում են, որ չեն թողում, որ այդ խաչ հանեն, այնտեղ ինչ-որ տենց ինչ-որ բաներ են ասում։ Նույնիսկ հիմնական թուրքեր չեն, քրդեր են։ Քրդերն են, բայց թուրքեր էլ կան։ Երեք, իսկ ինչ պետք է անել, այս իմ վերջին հարցն է, որ այլևս երբեք ոչ մի ազգ չկարանա մեզ կոտորի։ Այ ինչ պետք է անել։ Մենք բոլորի հետ փորձում ենք բարեկամական հարաբերությունների մեջ լինել ու ինչ-որ կոնկրետ բան չկա, որ պետք է հայերը անեն, որ ոչ մեկ իրենց չուզենա կոտորի։ Իրանք ինչ-որ ոչ վատ բաներ են անում, ոչ փորձում են ինչ-որ մեկին ստորացնել, ոչ Դե 15 թվականին մենք ինչ-որ տես բաներ էինք անում, որ մեզ կոտորեցին։ Այդ ժամանակ դե ուզում են իրանք մեծ պետություն ստեղծել։ Դե վաղն կարող է ուզեն։ Մենք ինչ պետք է անենք, որ մեզ չկարողանան այլևս պետք է համախմբվենք։ Պետք է հայերը համախմբվեն, պետք է Սփյուռքից գան հայեր, բոլոր գան իրենց հայրենիքում վերադառնան ապրեն ու պայքարեն հանուն լավ ապագայի, որ հետո Այսինքն պետք է հզորացնենք մեր մեր բանակը, թե բանակը թե երկիրը։ Երկիրը, որտեղ եթե երկիրը չհզորացա, բանակը չի կարող հզորանալ։ Այսինքն պետք է մենք ուժեղ պետություն սարքենք։ Բայց մենք օրինակ տղաներ կան շատ, որ բոլորն էլ ուզում են գնան ծառայել։ Առաջ եթե շատ էին ասում, որ խոսափում էին բանակից, հիմա ես գիտեմ շատ են, որ բոլորը պատրաստական ուզում են գնան ու ծառայեն իրենց հայրենիքի համար։ Դուք ուզեք ձեր եղբայրը գնալ բանակ։ Ես կուզենայի։ Ես ունեմ փոքր եղբայր ու կուզենայի, որ ինքը գնար ու ծառայեր։ Որ պահպաներ մեր հայրենիքը։ Պահպաներ մեր հայրենիքը։ Այսինքն մենք եկանք այն եզրակացության, որ որպեսզի մեզ չկոտորեն էլի, մեզ պետք է ուժեղ պետություն։ Ուժեղ պետություն եւ հզոր բանակ։ Հզոր բանակ։ Այո։ Սիրելի հեռուստատիտողներ, այս աքսիոմատիկ ճշմարտությամբ մենք ավարտում ենք մեր եթերը։ Մենք զրուցում ենք դպրոցականների հետ, իմ հյուրը 8-րդ դասարանցի Աստղիկ Դավոյանն էր եւ 10-րդ դասարանցի Էլա Միքայելյանը։ Ես որ sense ամփոփենք, եղեք դուք ատում եք թուրքերին, ատում եք ադրբեջանցիներին, գտնում եք Թուրքիան пассив թշնամի է, Ադրբեջանը ակտիվ, եթե կռիվ լինի, մեզ կօգնի Ֆրանսիան ու Ռուսաստանը։ Այո։ Ցեղասպանությունից փրկվելու համար էլ մենք պետք է սարքենք ուժեղ երկիր։
Ինձ թվում է այս վերջի միտքը ամենակարևորն էր եղածներից, որովհետև մնացած մտքերը տարիների ընթացքում կշտկվեն։ Մենք կհանդիպենք ցտեսություն։